այսքան հնարավորություններով տեր հայրենակիցներ ունեցող ազգը պետք է թույլ չտա իր հայրենակիցներից տասնյակ հազարները 21-րդ դարին ոչ վայել աղքատության մեջ լինեն։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը խոստանում է ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վերացնել 6 ամսվա ընթացքում։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է հայտարարել այսօր Արտաշատում։ Մենք գտնում ենք Արտաշատի Անիտեքս գործարանում, որը Հայաստանում արդյունաբերականացման լավ օրինակ է։ Առաջ այն արտադրանքը, որ այստեղ է արտադրվում այսօր, առաջ մեծի մասամբ ներմուծվում էր Թուրքիայի Հանրապետությունից։ Այսօր ամբողջ արտադրանքը գրեթե փակել է Հայաստանի պահանջարկի 50-60%-ը։ Աղքատությունը հաղթահարելու համար ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, հիմնադրամներն ու գործարարները։ Ապահովելու ենք ծայրահեղ աղքատ ընտանիքների համար, ամսական 5 հոգանոց ընտանիքի համար 150,000 դրամի նպաստ նրանք հնարավորություն ունենան դուրս գան աղքատության թակարդից։ Ամսական 150,000 դրամ կստանան ծայրահեղ աղքատ 5 հոգանոց ընտանիքները առողջության, կրթության նվազագույն հարցերը լուծելու համար։ Կարապետյանի համոզմամբ միայն այսպես հնարավոր կլինի հաղթահարել աղքատության թակարդը, որի մեջ են հայտնվել հատկապես մարզերի բնակիչները։ Ինչ է աղքատության թակարդը։ Սոցիոլոգիայի մեջ աղքատության թակարդը դա մի իրավիճակ է, երբ մարդը հայտնվելով աղքատության մեջ չի կարողանում ներդրում անել իր երեխայի կրթության մեջ, չի կարողանում ներդրում անել առողջապահության մեջ։ Տարեկան առնվազն 300,000 աշխատատեղ է խոստանում Կարապետյանը, նաև այսպես պետք է պայքարել աղքատության դեմ։ Ըստ նրա, այս գործում հաջողված փորձ ունի կուսակցության առաջնորդը։ Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների ցանցը ամենամեծ գործատուն է Հայաստանում վերջին 5 տարում։ Տնտեսությունը մեր մասնագիտությունն է։ Մենք կարող ենք ասել, որ փորձառության առումով ամենամեծ փորձ ունենք տնտեսության մեջ եւ դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին, որ մենք ենք իրականացնելու վերջապես տնտեսական փոփոխությունների Հայաստանում ծրագիրը, որը անհրաժեշտ է, որը պետք է 10 տարի առաջ լիներ, 5 տարի առաջ լիներ եւ ոչ թե այսօր, բայց ստիպված ենք անել այսօր։ Ուժեղ Հայաստանում լինելու է տնտեսության թռիչքաձև աճ, դրա համար 3 հիմնական ուղղություն է մատնանշում Կարապետյանը՝ ներդրումների աջակցում եւ ներդրողների հետ երկարաժամկետ պայմանագրերի կնքում, ներքին շուկայի աջակցում եւ գործարարների շահերի պաշտպանություն, մասնակցություն պետական ծրագրերին։ Մենք կողմ ենք Հայաստանի սահմաններում առևտրի աճին։ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը դեմ չէ ուժեղ Հայաստանը, բայց միայն հօգուտ հայկական շահի։ Պետք է վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ որևէ պարագայում թուրքական գյուղմթերքը չոչնչացնի հայկական արտադրանքը։ Մեր երկիրը գնորդ պետք է չլինի, մեր երկիրը վաճառող պետք է լինի։ Սա է տնտեսական մեր մոդելի եւ այսօրվա մոդելի տարբերությունը։ Այսօր Հայաստանը գնորդ է, Հայաստանը երկիր է, որ վարկ է վերցնում, արտագնա աշխատողներից գումար է ստանում եւ գնում է ապրանք։ Հետագայում Հայաստանը դառնալու է երկիր, որը արտադրում է, վաճառում է եւ մեծ գումարներ է վաստակում դրանից ու կարողանում է իր ժողովրդին լավ պահել։ Լիլիթ Խալաթյան, Արաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։